Ամբողջ կյանքս ասացին, որ ես ձախողված եմ։ Դուք արդեն ծեր եք ինչ-որ բան դառնալու համար։ Հրաժարվեք։ Դուք արդեն ծեր եք ինչ-որ բան դառնալու համար։ Հրաժարվեք։ Նրանք չգիտեին։ Աստված գիտեր։ Նրանք չգիտեին։ Աստված գիտեր։ Ես գիտեի, որ այս օրը կգա։ Նրանք չգիտեին։ Աստված գիտեր։ Դուք արդեն ծեր եք ինչ-որ բան դառնալու համար։ Հրաժարվեք։ Ամբողջ կյանքս ասացին, որ ես ձախողված եմ։ Նրանք այդ կնոջը անվանում էին անհաջողակ, մինչև որ բացահայտեցին գաղտնիքը, որը նա թաքցրել էր տասնամյակներ շարունակ։ Իմ անունը Նվարդ է, եւ ես 76 տարեկան եմ։ Այդ 53 տարիների ընթացքում ես եղել եմ իմ սեփական ընտանիքի ամենաարհամարված կինը, թաղամասի լուր կատակը, ստվերը, որն անցնում էր փողոցներով առանց որևէ մեկի ինձ դիմավորելու։ Հարևանները ինձ անվանում էին ողորմելի, իմ հանգուցյալ ամուսնու հարազատները անօգուտ։ Իմ սեփական զարմիկներն էլ, երբ կարծում էին, որ ես չեմ լսում, ինձ անվանում էին ձախողված մորաքույր, որը երբեք ոչինչ չի արել իր կյանքում։ Եվ այդ բոլոր տարիների, այդ բոլոր տասնամյակների լուր նվաստացման, կարեկցող հայացքների, մեջքիս ետևում շշուկների ընթացքում ես գաղտնիք էի գրում։ Այնքան մեծ, այնքան ծանր, այնքան անհավանական գաղտնիք, որ երբ այն վերջապես լույս աշխարհ եկավ, այն ոչ միայն ոչնչացրեց այն բոլոր վստահությունները, որոնք այդ մարդիկ ունեին իմ մասին, այլև ստիպեց նրանցից յուրաքանչյուրին խորապես կասկածի տակ դնել, թե արդյոք երբևէ իսկապես ճանաչել են այն կնոջը, որին դատել են իրենց ամբողջ կյանքում։ Եվ ամենազավեշտալին այն մանրամասնությունը, որը մինչ օրս ստիպում է ինձ չոր ծիծաղել, երբ մտածում եմ դրա մասին առավոտյան շատ փոքր ժամերին, երբ քունս չի գալիս, այն է, որ գաղտնիքը միշտ այնտեղ էր, բոլորի քթի տակ, թաքնված ակնհայտ տեղում, համբերադար սպասելով այն օրվան, երբ աշխարհը պատրաստ կլինի բացահայտել այն։ Բայց նախքան ձեզ պատմելը, թե ինչ եմ թաքցրել կես դարից ավելի, պետք է ձեզ տանեմ դեպի սկիզբը, դեպի իրական սկիզբը, որովհետև ոչ մի պատմություն իմաստ չունի, եթե բաց թողնեք առաջին գլուխը, իսկ իմ առաջին գլուխը սկսվում է մի գյուղում, որն այնքան փոքր է, որ չի երևում Հայաստանի քարտեզների մեծ մասում, մի տարում, որն այնքան հեռու է, որ թվում է, թե պատկանում է մեկ այլ տիեզերքի։ Ես ծնվել եմ 1948 թվականին Արտաշատ անունով գյուղում, Արարատյան հովտի բեռի հարթավայրերում։ Հայրս Մովսեսը գյուղացի էր, նա ծիրան, նուր եւ ցորեն էր տնկում այն հողի վրա, որը սերունդներ շարունակ պատկանել էր մեր ընտանիքին։ Կարմիր եւ արատաձեռն հողը, որը պտուղ էր տալիս նույնիսկ ամենաչորային տարիներին, կարծես գիտեր, որ այն մշակող ընտանիքը այլ ապրուստի աղբյուր չուներ։ Մայրս Արաքսին ջուլհակ էր։ Նա նստում էր պապիկիս ձեռքերով պատրաստված փայտե հաստոցի մոտ եւ գորգեր էր հյուսում պատմություններ պատմող նախշերով, որոնցից յուրաքանչյուրը ներկայացնում էր մի զգացմունք, յուրաքանչյուր հանգույց կյանքի մի պահ, յուրաքանչյուր թել կրում էր իր առջև նույն հաստոցի մոտ նստած հայ կանանց սերունդների հիշողությունները։ Մենք 6 երեխա էինք, ես ամենափոքրն էի եւ միակ աղջիկը։ Մի մշակույթում, որտեղ որդիները թագավորներ են, իսկ դուստրերը կցորդներ, ես մեծացել եմ ուշադրության եզրին։ Եղբայրներս սովորել են քննարկել քաղաքականությունը, պլանավորել ապագան։ Ես օգնել եմ մայրիկիս խոհանոցում, սովորել եմ գործել եւ հեռվից դիտել աշխարհը, ինչպես մեկը, որը ֆիլմ է դիտում մշուշոտ պատուհանից։ Բայց ես մի գաղտնիք ունեի, նույնիսկ այն ժամանակ, այդքան փոքր ժամանակ։ Մի գաղտնիք, որը միայն մայրս էր նկատում, եւ որը նա պաշտպանում էր իր ամենափխրուն զակուկին պաշտպանող առյուծի լուր դաժանությամբ։ Ես նկարում էի։ Ոչ թե այնպես, ինչպես մյուս երեխաները նկարում են, անփույթ խզբզոցներով եւ գծերից դուրս գույներով։ Ես նկարում էի այնպիսի ճշգրտությամբ եւ զգայունությամբ, որը չէր համապատասխանում իմ տարիքին, իմ դաստիարակությանը, իմ համատեքստին։
Ես փայտիկներ էի վերցնում եւ բակի կեղտոտ հատակին նկարում էի քույրերիս ու եղբայրներիս դիմանկարները, արտացոլելով ոչ միայն նրանց ֆիզիկական դիմագծերը, այլև ինչ-որ ավելի խորը բան, ինչ-որ բան, որը թաքնված էր աչքերի ետևում, մաշկի ետևում, դիմակի ետևում, որը յուրաքանչյուր մարդ կրում է աշխարհին դիմակայելու համար։ Մայրս նկատեց սա, երբ ես 6 տարեկան էի։ Ես նրա դեմքը նկարել էի գետնին, օգտագործելով միայն բուխարու փայտացուխի մի կտոր։ Նա կանգնած էր այնտեղ, երկար ժամանակ նայելով այդ կոպիտ, բայց անկասկած արտահայտիչ դիմանկարին, ապա ծնկի իջավ կողքիս, վերցրեց իմ դեմքը իր ձեռքերի մեջ եւ ասաց հայերեն, ձայնով, որը խառնում էր հիացմունքն ու մտահոգությունը. Նվարդ ջան, դու Աստծո աչքեր ունես։ Դու տեսնում ես այն, ինչ ոչ ոք չի տեսնում։ Բայց այս նվերը այս երկրում եւ այս ժամանակում կարող է ավելի շատ անեծք լինել, քան օշնություն մի աղջկա համար։ Պահիր սա քո սրտում, թող աշխարհը տեսնի, երբ ժամանակը գա։ Այդ ժամանակ ես լիովին չէի հասկանում, թե ինչ նկատի ուներ նա, բայց ես հնազանդվեցի, ես պահեցի այն, եւ ես շարունակեցի պահել այն, տարեց տարի, տասնամյակ, մինչ կյանքը ինձ քաշ էր տալիս այն ճանապարհներով, որոնք ես չէի ընտրել, եւ որոնք ամեն քայլափոխի թվում էին ավելի հեռու այն ամենից, ինչը կարելի էր անվանել արվեստ կամ գեղեցկություն։ 19 տարեկանում 1967 թվականին իմ ճակատագիրը որոշեցի ես, ինչպես ընդունված էր մեր մշակույթում։ Հայրս կազմակերպեց իմ ամուսնությունը Գրիգորի հետ, մի հայի, որը 15 տարի առաջ գաղթել էր Բրազիլիա եւ վերադարձել էր գյուղ, հատուկ կին գտնելու համար։ Գրիգորը 13 տարով մեծ էր ինձանից, նիհար տղամարդ խիտ բեղերով եւ խիստ հայացքով, որը դերձակ էր աշխատում Սան Պաուլոյի ներգաղթյալների թաղամասում։ Նա վատը չէր։ Ես պետք է անկեղծորեն ասեմ սա, որովհետև ճշմարտությունը թույլ չի տալիս բարձեցումներ։ Գրիգորը բռնի չէր խմում, չէր խաղում, չէր դավաճանում ինձ, բայց նա այնպիսի բացարձակ հուզական կոշտության դեր մարդ էր, որ նրա կողքին ապրելը նման էր քարե պատի կողքին ապրելուն, ամուր, հուսալի, բայց անկարող մարդկային որևէ ջերմության։ Ես Բրազիլիա ժամանեցի 1968 թվականի մարտին, հագուստով լի ճամփրուկով, հայկական համեմունքների մի տոպրակով, որը մայրս պնդում էր, որ ես բերեմ, եւ պապիկիս հաստոցով քանդված հաստոցով։ Մայրս այն դրեց ձեռքերիս մեջ բաժանման պահին եւ շշնջաց. «Վերցրու սա, եւ վերցրու աչքերդ, քեզ երկուսն էլ պետք կգան»։ Սան Պաուլոյի կյանքը ինձ ամբողջությամբ կլանեց։ Բնակարանը, որտեղ մենք ապրում էինք, գտնվում էր Գրիգորի դերձակի արհեստանոցի վերևում, մի նեղ ու խցանված սենյակ, որտեղ ես եփում, մաքրում, կարում էի եւ ապրում էի այնպիսի խիստ ռեժիմով, ինչպիսին ամուսինս կարում էր իր հաճախորդների համար։ Գրիգորը ինձնից ակնկալում էր ճիշտ այն, ինչ այդ ժամանակ ցանկացած ավանդական հայ ամուսին ակնկալում էր կնոջից՝ սեղանին ուտելիք, մաքուր տուն, արդուկված հագուստ, առողջ երեխաներ, հնազանդ լռություն։ Եվ ես այս բոլոր սպասումները կատարում էի այնպիսի աշխատասիրությամբ, որը դրսից թվում էր հրաժարական, բայց ներսից գոյատևման ռազմավարություն։ Որովհետև ես շարունակում էի նկարել, գաղտնի, այն պահերին, երբ Գրիգորը դերձակի խանութում էր հաճախորդներին սպասարկելով, երբ երեխաները քնած էին, երբ տանը լռություն էր, եւ աշխարհը կարծես մոռացել էր իմ գոյության մասին, ես վերցնում էի գտած թղթի կտորներ, ապրանքի փաթեթավորում, հին տետրերի էջեր, վճարված հաշիվների հակառակ կողմը, ցանկացած մակերես, որը կարող էր գիծ ընդունել, եւ նկարում էի իմ քնած երեխաների դիմանկարները, խոհանոցի պատուհանից բացվող տեսարանը, Բոմրետիրոյի անկանոն տանիքներով, որոնք ուրվագծվում էին Սան Պաուլոյի մոխրագույն երկնքի ֆոնին։ Գրիգորի դեմքը կենտրոնացած էր գործվածքի վրա, ձեռքում մկրատը եւ պարանոցին չափից ժապավենը, իտալացի հարևանի կնճռոտ ձեռքերը, որոնք ամեն առավոտ հագուստ էին կախում բաքում լվացքի պարանից։ Բայց ես միայն նկարել չէի անում։ Ժամանակի ընթացքում, երբ իմ հմտությունը հասունանում էր այդ նեղ բնակարանի լռության մեջ, սկսեցի նկարել։ Առաջին նյութերը ստացա այնպես, որ հիմա ինձ համար գրեթե կատակերգական է թվում։ Բրազիլիացի հարևանուհիս Դոնա Ֆատիման դեն էր նետում ջրաներկի մի տուփ, որը որդին օգտագործել էր դպրոցում եւ գրեթե չորացել էր։ Ես խնդրեցի դրանք։ Նա տարօրինակ նայեց ինձ. «Ինչու պետք է հայ տնային տնտեսուհին, որը հազիվ էր խոսում պորտուգալերեն, ցանկանար ներկերի հին տուփ, բայց տվեց դրանք ինձ»։ Այդ գիշեր, երբ Գրիգորը քնեց, ես նստեցի խոհանոցի սեղանի մոտ, վրձինները թրջեցի մի բաժակ ջրի մեջ, համբերատար եւ զգուշորեն վերականգնեցի չորացած ներկերը եւ նկարեցի։ Ես նկարեցի Արարատ լեռը այնպես, ինչպես հիշում էի այն, երևում էր ծնողներիս տան պատուհանից։ Ես նկարեցի հիշողության գույներով, կարոտը որպես գլխավոր վրձնի հարված, եւ երբ ավարտեցի, այդ թաց թղթի կտորը պահեցի խոհանոցային լամպի մռայլ լույսի տակ եւ լուռ լաց եղա, որովհետև դա ամենագեղեցիկ բանն էր, որ ես երբևէ պատրաստել էի, եւ աշխարհում ոչ ոք երբեք չէր տեսնի այն։
Նկարը պահում էի պլաստիկե տոպրակի մեջ, կոշիկի տուփի մեջ, ննջասենյակի պահարանում, հին հագուստի կույտերի ետևում, եւ շարունակեցի. գիշեր առ գիշեր, ամիս առ ամիս, տարի առ տարի, գախնի նկարում էի։ Երբ ջրաներկերը վերջացան, սկսեցի օգտագործել գործվածքի ներք, որը գնել էի շուկայից մնացած մանրադրամներով։ Երբ թուղթը վերջացավ, նկարում էի ստվարաթղթի կտորների, դերձակի խանութում Գրիգորի կողմից դեն նետված գործվածքի կտորների, թաղամասի աղբամաններից գտած փայտե տախտակների վրա։ Եվ իմ գախնիքը մեծացավ, բառացիորեն, կոշիկի տուփը դարձավ 2 տուփ, 2-ը դարձան 5, 5-ը դարձան 10, եւ երբ պահարանի հետևի մասում այլևս 10 կոշիկի տուփ չտեղավորվեց, ես սկսեցի նկարները պահել տան շուրջը գտնվող այլ թաքստոցներում, մահճակալի տակ, հին պայուսակների մեջ, զգեստապահարանի վերևում, երբեք չտեղափոխված կահույքի հետևում, դերձակի խանութի խոնավ նկուղում, կրկնակի պլաստիկ տոպրակների մեջ խոնավությունից պաշտպանելու համար։ Յուրաքանչյուր նկար ուշադիր թվագրվում էր, ստորագրվում էր իմ ՆԿ-ի սկզբնատառերով եւ պահվում էր այնպես, ինչպես պահում են երախային, որի գոյության մասին աշխարհը չի կարող իմանալ։ Եվ աշխարհն ըստ էության չգիտեր, ոչ ոք չգիտեր, Գրիգորը չգիտեր, իմ երախաները չգիտեին, իմ հարևանները չգիտեին։ Շրջապատի բոլորի համար ես պարզապես նվարդ էի, դերձակի կինը, լուր տնային տնտեսուհին, որը պատրաստում էր հիանալի դոլմա եւ լախմաջուն, որոնք հալվում էին բերանում, բայց որը խոհանոցից դուրս չուներ որևէ հատուկ։ Դուք չգիտեք։ Դուք պատկերացում չունեք, թե ով եմ ես։ Գրիգորը մահացավ 1998 թվականին, հանկարծակի սրտի կաթվածից, երբ հաճախորդի համար կտավատի կոստյում էր կարում։ Նա մահացավ այնպես, ինչպես ապրում էր, աշխատելով, լուր, առանց շուքի։ Հուղարկավորությունը համեստ էր, որին ներկա էին մի քանի հավատարիմ հաճախորդներ, թաղամասի հայ համայնքը եւ ընտանիքը։ Իմ 2 երեխաները, Արամը եւ Սոնան, արդեն մեծացել էին եւ ապրում էին իրենց սեփական կյանքով։ Արամը հաշվապահ էր, իսկ Սոնան տարրական դպրոցի ուսուցչուհի։ Երկուսն էլ ժառանգել էին հոր խիստ գործնականությունը եւ ինձ նայում էին ջերմ, բայց հեռատես սիրով, ինչպես մեկը, որը հոգ է տանում հնաոճ կահույքի մասին, որը տեղ է զբաղեցնում, բայց որոշակի սենտիմենտալ արժեք ունի։ Գրիգորի մահից հետո իմ ֆինանսական վիճակը դարձավ անկայուն։ Դերձակի արհեստանոցը, որը տարիներ շարունակ անկում էր ապրել մասսայաբար արտադրվող հագուստի մրցակցության պատճառով, փակվեց։ Տարածքի վարձավճարը չափազանց բարձր էր պահելու համար։ Ինձ մնացին վերևի հարկի բնակարանը, INSS-ի, Բրազիլիայի սոցիալական ապահովագրության ինստիտուտ, համեստ կենսաթոշակը եւ երեխաներիս անկանոն ու դժկամ օգնությունը, որոնք ինձ փոքր գումարներ էին ուղարկում, կարծես թե տհաճ հաշիվ էին վճարում։ Եվ հենց այդ ժամանակ էր, որ այդ մենությունը, որը նախկինում իմ գախնի արվեստի անհրաժեշտ ուղեկիցն էր, վերածվեց բանտի։ Առանց Գրիգորի, առանց ներքևից եկող կարի մեքենայի աղմուկի, առանց հաճախորդների գալ գնալու, բնակարանի լռությունը դառնում էր ճնշող։ Երեխաներս հազվադեպ էին այցելում, Արամը Կամպինասում ապրում էր կնոջ եւ 2 երեխաների հետ, եւ այցելությունները սահմանափակվում էին պարտադիր հանդիպումներով։ Սոնան ապրում էր Սանտոսում եւ տարին 1 կամ 2 անգամ գալիս էր Սան Պաուլո, միշտ շտապող, միշտ վաղ մեկնելու պատրվակով։ Եվ մեկնաբանությունները շարունակվում էին, ես դրանք ավելի հաճախ էի լսում հիմա, երբ Գրիգորը այլևս այնտեղ չէր որպես սոցիալական վահան ծառայելու համար։ Արամի տանը Սուրբ Ծննդյան երեկույթի ժամանակ ես պատահաբար լսեցի, թե ինչպես է իմ հարսը Թամարը մեկնաբանություններ անում իր քրոջը, մինչ նրանք լվանում էին ամանները, կարծելով, որ ես շատ հեռու եմ լսել։ Խեղճ սկեսուր։ Նա ամբողջ կյանքն անցկացրել է ոչինչ չանելով։ Նա չի աշխատել, չի սովորել, հոբի չունի, ընկերներ չունի։ Նա պարզապես եփում եւ մաքրում է։ Ինչ տխուր կյանք է։ Թորնիկիս մկրտության ընտանեկան հավաքույթի ժամանակ Սոնայի ամուսինը, բրազիլացի Ռոբերտո անունով մի մարդ, կատակ արեց, որը բոլորին ծիծաղեցրեց։ Տիկին Նվարդը ապացույցն այն բանի, որ կարելի է 70 տարի ապրել առանց որևէ հետաքրքիր բան անելու, համաշխարհային ռեկորդ։ Ծիծաղ լեցրեց սենյակը, եւ ես ձևացրի, թե չեմ լսում։ Վերցրի տորթի եւս 1 կտոր եւ դանդաղ ծամեցի կզակից դողը թաքցնելու համար։ Եվ ամենացավալին այն էր, որ իմ սեփական երեխաները չպաշտպանեցին ինձ։ Արամը կնայեր մի կողմ, Սոնան ամաչկոտ ժպիտով կփոխեր թեման։ Նրանցից ոչ մեկը երբեք չէր ասում. «Մորս մասին այդպես մի խոսիր»։ Նրանցից ոչ մեկը երբեք չէր հարցնում. «Մայրիկ, ինչ ես անում, երբ տանը մենակ ես։ Ինչ ես սիրում։ Ինչի մասին ես երազում»։ Նրանք պարզապես հետաքրքրասես չէին։ Նրանց համար ես միաչափեակ էի։ Մայր, որը եփում է, որը մաքրում է եւ գոյություն ունի, հասանելի լինելու համար, երբ նրանք նրա կարիքն ունեն։ Եվ ես շարունակեցի նկարել։
Հիմա երբ տունը դատարկ էր եւ այլևս անհրաժեշտ չէր թաքնվել Գրիգորից, ես նկարում էի ավելի մեծ ազատությամբ, ավելի մեծ ինտենսիվությամբ, ավելի մեծ հրատապությամբ։ Բնակարանի հյուրասենյակը, որը միշտ կոկիկ ու ամբից էր եղել, աստիճանաբար վերածվեց գաղտնի արվեստանոցի։ Ես արհեստների խանութներից գնում էի էժան ակրիլային ներկեր, կասկածելի որակի վրձիններ եւ հաստ գործվածքից պատրաստված ժամանակավոր կտավներ, որոնք ձգվում էին իմ ինքս փայտի ճարտոնից պատրաստված շրջանակների վրա։ Ներքի հոտը փոխարինեց ուտելիքի հոտին, որպես տան գերիշխող բույր։ Բայց ամեն անգամ, երբ ինչ-որ մեկը այցելում էր, ես ամեն ինչ թաքցնում էի։ Կտավները գնում էին հետևի սենյակը, որը փակ էի պահում։ Վրձինները խոհանոցի դարակում, աման լվացող սրբիչների տակ։ Ժամանակավոր մոլբերտը ապա մոնտաժվեց եւ պահվեց լոգարանի դրան ետևում։ Մի քանի րոպեում ես արվեստանոցը վերածեցի տարեց կնոջ հյուրասենյակի, բազմոցի բռնակներին կեռիկով իրելով եւ դարակին կրոնական արձանիկներով։ Ոչ ոք ոչինչ չէր կասկածում։ Ոչ ոք երբեք չէր մտածի, որ այս լուր տարեց կինը ձեռքերով ներկված, բիծ, որը ինչպես նա պնդում էր համեմունքներից էր, արվեստ է ստեղծում։ Եվ ինչ արվեստ։ 50-ից ավելի տարվա գաղտնի պրակտիկայի ընթացքում իմ տեխնիկան անսովոր զարգացել էր։ Առանց ուսուցչի, առանց դպրոցի, առանց պաշտոնական առաջնորդության ես մշակել էի յուրահատուկ ոճ, ավանդական հայկական նախշների եւ քաղաքային զգացողության միաձուլում, որը ձեռք է բերվել Սան Պաուլոյում տասնամյակներ շարունակ ապրելու ընթացքում։ Իմ նկարները արտացոլում էին Բոմրեթիրոյի փողոցների մենությունը մթնշաղին, ավտոբուսի հերթում ներգաղթյալների դեմքերի մելամաղձությունը, իմ պատուհանից երևացող տանիքների շարքերի կոպիտ գեղեցկությունը եւ պարբերաբար մոլուցքով Արարատ լեռը, որը ես այլևս երբեք անձամբ չեմ տեսել, բայց որը ապրում էր իմ հիշողության մեջ այնպիսի պարզությամբ, որը ժամանակը չէր կարող չնջել։ Ընդհանուր առմամբ, երբ վերջապես հաշվեցի դրանք, 5 տասնամյակի ընթացքում ես ստեղծել էի 2000-ից ավելի նկար։ 2000 Նվարդ Գրիգորյան, յուրաքանչյուրի վրա, այդ սենյակում գտնվող բոլոր 2300 նկարների վրա, նույն սկզբնատառերը, նույն ձեռագիրը, նույն դողացող, բայց հաստատուն ձեռքը, որը նա գիտեր մանկուց։ Սոնան կանչեց Արամին, այնքան ուժեղլաց լինելով, որ նա հազիվ էր հասկանում, թե ինչ էր ասում։ «Արի այստեղ, հիմա, դու պետք է տեսնես սա, մայրիկ, մայրիկ»։ Արամը ժամանեց 2 ժամ անց, եւ նրա արձագանքը նույնն էր՝ լիակատար անհավատություն, հետևեց զգացմունքների մի ամբողջ հեղեղ, որոնք նա, հոր նման գործնական եւ զուսպ մարդ, չգիտեր ինչպես մշակել։ Նրանք ամբողջ կեսօրն անցկացրին այդ սենյակում, մեկ առ մեկ զննելով նկարները, ինչպես հնագետներ, որոնք հենց նոր են հայտնաբերել գանձերով լի եգիպտական դամբարան։ Եվ երբ նրանք նայում էին, երբ ընկալում էին այդ գաղտնի հավաքածուի լայնությունը, խորությունը եւ որակը, նրանց դեմքերին հարցեր առաջանում, ավելի ու ավելի անհանգստացնող պարզությամբ։ Ո՞վ է այս կինը, ո՞վ է մեր մայրը իրականում։ Երբ 2 շաբաթ անց դուրս գրվեցի հիվանդանոցից, դեռևս թույլ, դեռևս հազալով, դեռևս կրծքիս վրա կրելով թոքաբորբի եւ 76 տարվա կյանքի ծանրությունը, գտա իմ 2 որդիներին նստած բնակարանի հյուրասենյակում։ Նկարները այնտեղ էին, տասնյակներով նկարներ, որոնք վերցված էին գաղտնի սենյակից եւ դասավորված էին ամբողջ սենյակում, հենված կահույքին, հենված աթոռների վրա, ժամանակավորապես կախված պատերից։ Բնակարանը նման էր իմպրովիզացված արվեստի պատկերասրահի։ Երբ նրանք տեսան, որ ես մտնում եմ հենված հիվանդանոցի տված ձեռնափայտին, երկուսն էլ ոտքի կանգնեցին, եւ ես նրանց աչքերում տեսա մի բան, որը երբեք չէի տեսել 76 տարվա ընթացքում՝ հարգանք։ Ոչ թե այն ձևական, մեխանիկական հարգանքը, որը տրվում է տարեց մորը, մշակութային պարտավորությունից ելնելով, այլ այն անկեղծ, խորը, գրեթե երկյուղացական հարգանքը, որը դուք տալիս եք մեկին, ով ձեզ զարմացրել է այնպես, որ հակասում է այն ամենին, ինչ դուք կարծում էիք, թե գիտեք։ Մայրիկ, ասաց Սոնան, ձայնը խեղդվելով զգացմունքներից, ինչու երբեք մեզ չասացիր։ Ես դանդաղ նստեցի բազկաթոռիս, վերմակը ուղղեցի ծնկներիս վրա եւ նայեցի նրանց։ Իմ երեխաներին, ովքեր երբեք չէին հարցնում, իմ երեխաներին, ովքեր երբեք հետաքրքրասիրություն չունեցան փակ դուրը բացելու, իմ երեխաներին, ովքեր թույլ տվեցին ամբողջ աշխարհին ինձ անհաջողակ անվանել, առանց երբևէ հարցնելու, թե արդյոք կա արդյոք ինչ-որ այլ բան այն լուր կնոջ մակերևույթի տակ, որը վերջին տարիներին կերակրել, հագցրել եւ միայնակ մեծացրել է նրանց։ Որովհետև ոչ ոք չի հարցրել, պարզապես պատասխանեցի ես, ոչ ոք երբեք չի հարցրել։ Հաջորդած լռությունն ամենաճշգրիտն էր, որ այդ բնակարանը երբևէ տեսել էր, ավելի ճշգրիտ, քան ցանկացած խոսք, ցանկացած արդարացում։ Այդ լռության մեջ իմ երեխաները բախվեցին անհարմար ճշմարտության։
Նրանք ամբողջ կյանքում ապրել էին նկարչի կողքին եւ երբեք չէին գիտակցել դա, ոչ թե այն պատճառով, որ գաղտնիքը անհասանելի էր, այլ որովհետև պարզապես երբեք բավականաչափ ուշադիր չէին նայում։ Հաջորդ օրերը փոթորիկ էին։ Սոնան, որի ընկերուհին աշխատում էր Սան Պաոլոյի ժամանակակից արվեստի պատկերասրահում, թույլտվություն խնդրեց նկարների մի քանի լուսանկարներ ցույց տալ այդ ընկերուհին։ Ընկերուհին, Բեատրիս անունով մի կուրատոր, այնքան տպավորված էր, որ խնդրեց անձամբ տեսնել աշխատանքները։ Երբ Բեատրիսը մտավ իմ բնակարան եւ տեսավ հավաքածուն, նա գրեթե 10 րոպե լուռ մնաց, լայն բացված աչքերով քայլելով կտավների միջով, կանգ առնելով յուրաքանչյուրի առջև, մոտեցնելով դեմքը, հեռանալով, լուսանկարելով բջջային հեռախոսով։ «Տիկին Նվարդ», վերջապես ասաց նա, դառնալով դեպի ինձ, զարմանքի եւ երկյուղացության խառնուրդով։ «Գիտեք, թե ինչ ունեք այստեղ»։ «Նկարներ», պատասխանեցի ես, առանց հասկանալու, թե ինչ մասշտաբի էր կատարվում։ «Ոչ, դուք ունեք ստեղծագործական ամբողջություն, ամբողջ կյանքի աշխատանք, հետևողական, հասուն, յուրահատուկ գեղարվեստական ձայնով։ Գիտեք, թե ինչ կնշանակեր արվեստի աշխարհի համար բացահայտելը, որ հայ ներգաղթյալը ինքնուս, առանց որևէ պաշտոնական կրթության, ավելի քան 50 տարի գաղտնի ստեղծել են նման որակի եւ մասշտաբի հավաքածու։ Ես չգիտեի, ես իսկապես չգիտեի։ Ինձ համար նկարչությունը շնչելու պես էր։ Ես դա անում էի, որովհետև դրա կարիքն ունեի, այլ ոչ թե ճանաչում փնտրելու համար։ Այն միտքը, որ կոշիկի տուփերի մեջ պահվող այդ կտավները կարող էին արժեք ունենալ ինձնից բացի որևէ մեկի համար, նույնքան տարօրինակ էր, որքան այն միտքը, որ իմ շնչած օդը կարող էր վաճառվել։ Բեատրիսը թույլտվություն խնդրեց 5 կտավ տանել մասնագետների պաշտոնական գնահատման համար։ Ես տատանվեցի։ Այդ նկարները իմ ամենաանձնական մասն էին։ Դրանք իմ տեսողական օրագրերն էին, իմ լուրջ ճիչերը, իմ սիրային նամակները մի աշխարհի, որը երբեք ինձ չէր տեսել։ Դրանք անծանոթներին տալը նման էր հոգուս կտորները նվիրելուն։ Բայց իմ ներսում ինչ-որ բան, գուցե մորս ձայնը, որը արձագանքում էր տասնամյակների ընթացքում, ասում էր. «Ժամանակը եկել է, թող աշխարհը տեսնի»։ Հաջորդ շաբաթներին տեղի ունեցածը պատկանում էր սյուրռեալիստական ոլորտին։ Բեատրիսը կտավները տարավ 3 տարբեր մասնագետների՝ հայտնի արվեստի քննադատի, արվեստի պատմաբանի, որը մասնագիտացած է արտաքին արվեստի մեջ, որը տեխնիկական տերմին է ակադեմիական կրթություն չունեցող մարդկանց կողմից ստեղծված արվեստի համար, եւ միջազգային թանգարանի մի կուրատորի, որը անցնում էր Սան Պաոլոյով։ Երեքն էլ, անկախ միմյանցից, հանգեցին նույն եզրակացության, նրանք կանգնած էին արտասովոր գեղարվեստական հայտնագործության առջև։ Արվեստի քննադատը Ֆերնանդո անունով մի պարոն կտավները 2 ժամ ուսումնասիրելուց հետո հուզված վիճակում զանգահարեց Բեատրիսին։ «Բեատրիս, սա իսկական է, ամբողջովին իսկական։ Տեխնիկան ինքնուս է, այո, բայց ոճական հասունությունը, թեմատիկ հետևողականությունը եւ հուզական խորությունը այնպիսի մակարդակի են, որին տասնամյակներ շարունակ ակադեմիական կրթություն ստացած շատ նկարիչներ երբեք չեն հասնում։ Ով է այս կինը»։ Արվեստի պատմաբան դոկտոր Միգելը հատկապես տպավորված էր նրանով, թե ինչպես են իմ նկարները փաստագրել Բոմբրեդիրոյի քաղաքային վերափոխումը 5 տասնամյակների ընթացքում։ «Սրանք պարզապես նկարներ չեն», ասաց նա մի հանդիպման ժամանակ, որին Սոնան գրեթե ինձ տարավ, քանի որ ես չափազանց ամաչում էի մենակ գնալ։ «Սրանք պատմական փաստաթղթեր են։ Դրանք ներգաղթյալ համայնքի վերափոխման տեսողական արձանագրություններ են, տեսված այն մարդու աչքերով, ով ապրել է այդ վերափոխման յուրաքանչյուր պահը։ Պատմաբանները կսպանեին այդքան ընդարձակ եւ մտերիմ տեսողական արխիվին հասանելիություն ունենալու համար»։ Եվ միջազգային ցուցահանդեսի կազմակերպիչը Էթիեն անունով ֆրանսիացին, որը ցուցահանդեսներ էր կազմակերպել Եվրոպայի ամենամեծ թանգարաններում, օգտագործեց մի բառ, որը ես կարիք ունեի, որ Սոնան թարգմաներ ինձ համար, քանի որ Բրազիլիայում տասնամյակներ անցկացնելուց հետո ես երբեք ֆրանսերեն չսովորեցի։ Գլուխգործոց։ Նա ասաց, որ իմ նկարներից առնվազն 20-ը իր մասնագիտական գնահատականով ժամանակակից արտաքին արվեստի գլուխգործոցներ են, որոնք որակով եւ հուզական ազդեցությամբ համեմատելի են համաշխարհային ճանաչում ունեցող ինքնուս նկարիչների աշխատանքների հետ։ Լուրը անտառային հրցեի պես տարածվեց արվեստի աշխարհում։ Մի քանի շաբաթվա ընթացքում իմ անունը Նվարդ Գրիգորյան, հայ ներգաղթյալ, որը գաղտնի նկարել է 53 տարի, հիշատակվում էր մասնագիտացված հրատարակություններում, արվեստի բլոգներում, մշակութային փոդքասթերում եւ պատկերասրահների ու թանգարանների սոցիալական ցանցերում։ Պատմությունը չափազանց հետաքրքիր էր անտեսելու համար։ Անտեսանելի արհամարված կին, որին իր սեփական ընտանիքը անվանել էր ձախողակ, որը գաղտնի ստեղծել էր Լատինական Ամերիկայում երբևէ հայտնաբերված օտարարվեստի ամենամեծ հավաքածուներից մեկը։
Բեատրիսի պատկերասրահը կազմակերպեց իմ աշխատանքների առաջին ցուցահանդեսը 2023 թվականի նոյեմբերին։ Նրանք այն անվանեցին Աստծո աչքերը, հղումանելով այն արտահայտությանը, որը մայրս ասել էր, երբ ես 6 տարեկան էի։ Ցուցահանդեսը զբաղեցնում էր պատկերասրահի 3 սենյակ եւ ներկայացնում էր իմ 120 նկարները, որոնք ընտրվել էին ընդհանուր հավաքածուն կազմող 2300 նկարներից։ Բացման երեկոյին ես նստած էի պատկերասրահի անկյունում գտնվող աթոռին, հագած իմ լավագույն զգեստը, որը դեռևս պարզ, մուգ, ուղիղ կտրվածքով զգեստ էր, առանց զարդարանքի։ Ես նայում էի, թե ինչպես են մարդիկ մտնում, կանգ առնում իմ նկարների առջև, թեքում գլուխները, խոժոռվում, ժպտում, մեկնաբանություններ անում, լուսանկարվում։ Դա նման էր այն բանին, թե ինչպես է աշխարհը վերջապես կարդում մի գիրք, որը ես լուր գրել էի ամբողջ կյանքում։ Արամն ու Սոնան այնտեղ էին, այնտեղ էր իմ հարսը Թամարը, այնտեղ էր իմ փեսան Ռոբերտոն, այնտեղ էին իմ թոռները, եւ ես դիտում էի ոչ թե վրեժխնդրության, այլ արդարադատության ավելի բարձր աստիճանի բավարարվածությամբ, թե ինչպես նրանցից յուրաքանչյուրը անցնում էր էկրանների վրայով աստիճանաբար ցնցված արտահայտությամբ։ Թամարը, նույն նա, ով ինձ անվանել էր խեղծ արարած, որը երբեք ոչինչ չի արել։ Ներիր ինձ, մայրիկ, ես քեզ երբեք չեմ տեսել, ես քեզ իրականում չեմ տեսել։ Ես դիպա նրա դեմքին, զգացի, թե ինչպես են նրա տաք հարցունքները սահում մատներովս եւ ասացի. դու հիմա տեսնում ես, եւ դա է կարևորը։ Ցուցահանդեսը մեծ հաջողություն ունեցավ։ Առաջին շաբաթում վաճառվեցին բոլոր 120 աշխատանքները։ Մեկ նկարի գները տատանվում էին 5000-ից մինչև 80000 ռեալ։ Ընդհանուր առմամբ ցուցահանդեսը վաստակեց ավելի քան 2 միլիոն ռեալ։ 2 միլիոն ռեալ նկարների համար, որոնք ստեղծվել էին կոշիկի տուփերի, աղբամաններից վերցված թվարաթղթերի, շուկայից մանրով ննված ներկերի վրա, մի կնոջ կողմից, որին աշխարհը անվանում էր ծախողված։ Բայց փոխը, չնայած այն կտրուկ փոխեց իմ նյութական վիճակը, ինձ վրա ամենաշատը ազդեցություն չունեցավ։ Ինձ վրա ամենաշատը ազդեցություն ունեցավ ճանաչումը։ Ոչ թե հանրային ճանաչումը։ Չնայած դա ճնշող էր, հարցազրույցներով, հոդվածներով, միջազգային ցուցահանդեսների հրավերներով։ Ինձ վրա ամենաշատը ազդեցություն ունեցավ երեխաներիս ճանաչումը։ Հանկարծ նրանք տեսան ինձ, հանկարծ ես այլևս պարզապես շնչող կահույք չէի։ Ես մարդ էի, տաղանդով, պատմությամբ, խորությամբ, շերտերով մարդ, որոնք երբեք չեն փորձել ուսումնասիրել։ Եվ սա պարադոքսալ կերպով ինձ մի ցավ պատճառեց, որին ես չէի սպասում։ Որովհետև դա ինձ հասկացրեց, որ նրանց ճանաչումը պայմանավորված է հաջողությամբ։ Նրանք ինձ չտեսան, երբ ես գաղտնի, միայնակ, վաղ առավոտյան նկարում էի։ Նրանք ինձ տեսան, երբ աշխարհն ասաց, որ իմ նկարները արժեք ունեն։ Նրանք ինձ չհարգեցին, երբ ես պարզապես մայր էի։ Նրանք հարգեցին ինձ, երբ պարզեցին, որ ես նկարիչ եմ։ Եվ սա ցավոտ հարց է առաջացնում։ Եթե իմ նկարները վատն էին, եթե ոչ մի մասնագետ դրանք չէր հաստատել, եթե ոչ մի պատկերասրահ դրանք չէր ցուցադրել, ես դեռ կլինեի ձախողվածը։ Արդյոք իմ արժեքը որպես անձ կախված էր անծանոթների հավանությունից։ Ամեն գիշեր մտածում եմ դրա մասին, նստած պաչխամբումս, այժմ շատ ավելի հարմարավետ բնակարանում, որը գնել եմ վաճառքից ստացված գումարով։ Մտածում եմ մորս մասին, որը տեսավ իմ նվերը, երբ ես 6 տարեկան էի, առանց ֆրանսիացի արվեստի քննադատի կարիք ունենալու, հաստատելու այն, ինչ մոր աչքերն արդեն գիտեին։ Մտածում եմ Գրիգորի մասին, որը 30 տարի ապրել է իմ կողքին, երբեք չհարցնելով, թե ինչ եմ անում, երբ նա չէր նայում։ Մտածում եմ երեխաներիս մասին, որոնք մեծացել են նույն տանը, որտեղ նկարներն են եղել, եւ երբեք չեն հասկացել։ Մտածում եմ Թամարի մասին, որը ինձ խղճուկ էր անվանում։ Մտածում եմ Ռոբերտոյի մասին, որը ծաղրում էր իմ գոյությունը։ Եվ մտածում եմ ինքս ինձ մասին, որը լռությունն ընտրեց ձայնի փոխարեն, գաղտնիությունը բացահայտման փոխարեն, անտեսանելիությունը բախման փոխարեն։ Եվ մտածում եմ, արդյոք ես այլ կերպ կանեի բաները, եթե կարողանայի վերադառնալ անցյալ։ Եվ պատասխանը, որը զարմացնում է ինձ ամեն անգամ, երբ հասնում եմ դրան, ոչ է։ Ես այլ կերպ չէի անի բաները։ Որովհետև լռությունն է, որը պաշտպանում էր իմ արվեստը։ Եթե ես իմ նկարները ցույց տայի Գրիգորին, նա հավանաբար կասեր, որ ես ժամանակս վատնում եմ եւ կասեր ավելի շատ վերնաշապիկներ կարեմ։ Եթե ես դրանք ցույց տայի իմ երեխաներին, նրանք կմտածեին, որ դրանք խելոք են, բայց աննշան, տնային տնտեսուհու հոբի։ Եթե ես դրանք աշխանին ցույց տայի, նախքան պատրաստ կլինեի, նախքան կես դար հետևողական աշխատանք կուտակեի, հայտնագործությունը նույն ազդեցությունը չէր ունենա։ Գաղտնիքը, որքան էլ ցավոտ լիներ, բոժոժն էր, եւ թիթեռը կարող է թռչել միայն այն ժամանակ, երբ բոժոժը բացվում է ճիշտ պահին։ Այսօր իմ 77-ամյակի նախօրեին իմ կյանքը արմատապես տարբերվում է 1 տարի առաջվա համեմատ։
Ես ունեմ իսկական արվեստանոց, բնական լույսով, պրոֆեսիոնալ մոլբերտներով, որակյալ ներկերով եւ դատարկ կտավներով, որոնք սպասում են լրացման։ Ես ունեմ գեղարվեստական գործակալ, ցուցահանդեսների։ Սկզբնատառերով ստորագրած յուրաքանչյուր կտավ, իմ բացած յուրաքանչյուր ցուցահանդես սիրային նամակ է նրան։ Նամակ, որն ասում է. «Մայրիկ, դու ճիշտ էիր։ Ես Աստծո աչքերն ունեի, եւ աշխարհը վերջապես տեսնում է այն, ինչ դու միշտ տեսնում էիր»։ Նրանք ինձ անհաջողակ էին անվանում։ 53 տարի ես կատակն էի, խեղճը, ստվերը։ Եվ այդ բոլոր տարիների ընթացքում վաղ առավոտյան լռության մեջ, ձեռքերովս ներկով ներկված եւ սիրտս լցված գույներով, որոնք ոչ ոք չէր տեսնում, ես կառուցում էի, վրձնահարված առ վրձնահարված, գիշեր առ գիշեր, իմ ժառանգությունը։ Ժառանգություն, որը գոյության համար ոչ մեկի հաստատման կարիքը չունի, բայց որը, վերջապես տեսնելով, լռեցրեց բոլոր այն բերանները, որոնք մի ժամանակ համարձակվում էին ասել, որ ես ոչինչ եմ։ Եվ եթե այս պատմությունը ձեզ ինչ-որ բան սովորեցնի, թող դա լինի հետևյալը. երբեք մի թերագնահատեք լուր կնոջը, երբեք մի արհամարեք այն մարդուն, ով կարծես ոչինչ չունի առաջարկելու, երբեք մի դատեք կյանքը նրանով, թե ինչ են ձեր աչքերը տեսնում մակերեսին, որովհետև յուրաքանչյուր փակ դրան հետևում, յուրաքանչյուր զուսպ ժպիտի հետևում, յուրաքանչյուր զույգ կեղտո ձեռքի հետևում, որը աշխարհը մեկնաբանում է որպես աննշանություն, կարող է լինել գեղեցկության, տաղանդի եւ մեծության մի ամբողջ տիեզերք, որը համբերատար սպասում է այն օրվան, երբ ինչ-որ մեկը կունենա պարկեշտություն եւ հետաքրքրասիրություն պարզապես հարցնելու։ Ինչ եք թաքցնում այնտեղ։ Հարցրեք, մինչև ուշ չէ։ Հարցրեք։ Նրանք այդ կնոջը անվանում էին անհաջողակ, մինչև որ բացահայտեցին գաղտնիքը, որը նա թաքցրել էր տասնամյակներ շարունակ։ Իմ անունը Նվարդ է, եւ ես 76 տարեկան եմ։ Այդ 53 տարիների ընթացքում ես եղել եմ իմ սեփական ընտանիքի ամենաարհամարված կինը, թաղամասի լուր կատակը, ստվերը, որն անցնում էր փողոցներով առանց որևէ մեկի ինձ դիմավորելու։ Հարևանները ինձ անվանում էին ողորմելի, իմ հանգուցյալ ամուսնու հարազատները անօգուտ, իմ սեփական զարմիկներն էլ, երբ կարծում էին, որ ես չեմ լսում, ինձ անվանում էին ձախողված մորաքույրը, որը երբեք ոչինչ չի արել իր կյանքում։ Եվ այդ բոլոր տարիների, այդ բոլոր տասնամյակների լուր նվաստացման, կարեկցող հայացքների, մեջքիս ետևում շշուկների ընթացքում ես գաղտնիք էի կրում։ Այնքան մեծ, այնքան ծանր, այնքան անհավանական գաղտնիք, որ երբ այն վերջապես լույս աշխարհ եկավ, այն ոչ միայն ոչնչացրեց այն բոլոր վստահությունները, որոնք այդ մարդիկ ունեին իմ մասին, այլև ստիպեց նրանցից յուրաքանչյուրին խորապես կասկածի տակ դնել, թե արդյոք երբևէ իսկապես ճանաչել են այն կնոջը, որին դատել են իրենց ամբողջ կյանքում։ Եվ ամենազավեշտալին, այն մանրամասնությունը, որը մինչ օրս ստիպում է ինձ չոր ծիծաղել, երբ մտածում եմ դրա մասին առավոտյան շատ փոքր ժամերին, երբ քունցս չի գալիս, այն է, որ գաղտնիքը միշտ այնտեղ էր, բոլորի քթի տակ, թաքնված ակնհայտ տեղում, համբերատար սպասելով այն օրվան, երբ աշխարհը պատրաստ կլինի բացահայտել այն։ Բայց նախքան ձեզ պատմելը, թե ինչ եմ թաքցրել կես դարից ավելի, պետք է ձեզ տանեմ դեպի սկիզբը, դեպի իրական սկիզբը, որովհետև ոչ մի պատմություն իմաստ չունի, եթե բաց թողնեք առաջին գլուխը, իսկ իմ առաջին գլուխը սկսվում է մի գյուղում, որն այնքան փոքր է, որ չի երևում Հայաստանի քարտեզների մեծ մասում, մի տարում, որն այնքան հեռու է, որ թվում է, թե պատկանում է մեկ այլ տիեզերքի։ Ես ծնվել եմ 1948 թվականին Արտաշատ անունով գյուղում, Արարատյան հովտի բեռի հարթավայրերում։ Հայրս Մովսեսը գյուղացի էր, նա ծիրան, նուր եւ ցորեն էր տնկում այն հողի վրա, որը սերունդներ շարունակ պատկանել էր մեր ընտանիքին։ Կարմիր եւ արատաձեռն հող, որը պտուղ էր տալիս նույնիսկ ամենաչորային տարիներին։ Կարծես գիտեր, որ այն մշակող ընտանիքը այլ ապրուստի աղբյուր չուներ։ Մայրս Արաքսին ջուլհակ էր։ Նա նստում էր պապիկիս ձեռքերով պատրաստված փայտե հաստոցի մոտ եւ գորգեր էր հյուսում պատմություններ պատմող նախշերով, որոնցից յուրաքանչյուրը ներկայացնում էր մի զգացմունք։ Յուրաքանչյուր հանգույց կյանքի մի պահ, յուրաքանչյուր թել կրում էր իր առջև նույն հաստոցի մոտ նստած հայ կանանց սերունդների հիշողությունները։ Մենք 6 երեխա էինք։ Ես ամենափոքրն էի եւ միակ աղջիկը։ Մի մշակույթում, որտեղ որդիները թագավորներ են, իսկ դուստրերը կցորդներ, ես մեծացել եմ ուշադրության եզրին։ Եղբայրներս սովորել են քննարկել քաղաքականությունը, պլանավորել ապագան։ Ես օգնել եմ մայրիկիս խոհանոցում, սովորել եմ գործել եւ հեռվից դիտել աշխարհը, ինչպես մեկը, որը ֆիլմ է դիտում մշուշոտ պատուհանից։ Բայց ես մի գաղտնիք ունեի, նույնիսկ այն ժամանակ, այդքան փոքր ժամանակ, մի գաղտնիք, որը միայն մայրս էր նկատում եւ որը նա պաշտպանում էր իր ամենափխրուն ձագուկին պաշտպանող առյուծի լուր դաժանությամբ։
Ես նկարում էի, ոչ թե այնպես ինչպես մյուս երեխաները նկարում են, անփույթ խզբզոցներով եւ գծերից դուրս գույներով։ Ես նկարում էի այնպիսի ճշգրտությամբ եւ զգայունությամբ, որը չէր համապատասխանում իմ տարիքին, իմ դաստիարակությանը, իմ համատեքստին։ Ես փայտիկներ էի վերցնում եւ բակի կեղտոտ հատակին նկարում էի քույրերիս ու եղբայրներիս դիմանկարները, արտացոլելով ոչ միայն նրանց ֆիզիկական դիմագծերը, այլև ինչ-որ ավելի խորը բան, ինչ-որ բան, որը թաքնված էր աչքերի ետևում, մաշկի ետևում, դիմակի ետևում, որը յուրաքանչյուր մարդ կրում է աշխարհին դիմակայելու համար։ Մայրս նկատեց սա, երբ ես 6 տարեկան էի։ Ես նրա դեմքը նկարել էի գետնին, օգտագործելով միայն բուխարու փայտածուխի մի կտոր։ Նա կանգնած էր այնտեղ, երկար ժամանակ նայելով այդ կոպիտ, բայց անկասկած արտահայտիչ դիմանկարին, ապա ծնկի իջև կողքիս, վերցրեց իմ դեմքը իր ձեռքերի մեջ եւ ասաց հայերեն, ձայնով, որը խառնում էր հիացմունքն ու մտահոգությունը. Նվարդ ջան, դու Աստծո աչքեր ունես։ Դու տեսնում ես այն, ինչ ոչ ոք չի տեսնում։ Բայց այս նվերը այս երկրում եւ այս ժամանակում կարող է ավելի շատ անեծք լինել, քան օրհնություն մի աղջիկա համար։ Պահիր սա քո սրտում։ Թող աշխարհը տեսնի, երբ ժամանակը գա։ Այդ ժամանակ ես լիովին չէի հասկանում, թե ինչ նկատի ուներ նա։ Բայց ես հնազանդվեցի, ես պահեցի այն, եւ ես շարունակեցի պահել այն։ Տարեց տարի, տասնամյակ, մինչ կյանքը ինձ քաշ էր տալիս այն ճանապարհներով, որոնք ես չէի ընտրել, եւ որոնք ամեն քայլափոխի թվում էին ավելի հեռու այն ամենից, ինչը կարելի էր անվանել արվեստ կամ գեղեցկություն։ 19 տարեկանում 1967 թվականին իմ ճակատագիրը որոշեցի ես, ինչպես ընդունված էր մեր մշակույթում։ Հայրս կազմակերպեց իմ ամուսնությունը Գրիգորի հետ, մի հայի, որը 15 տարի առաջ գաղթել էր Բրազիլիա եւ վերադարձել էր գյուղ հատուկ կին գտնելու համար։ Գրիգորը 13 տարով մեծ էր ինձանից, նիհար տղամարդ խիտ բեղերով եւ խիստ հայացքով, որը դեռ ցակ էր աշխատում Սան Պաուլոյի ներգաղթյալների թաղամասում։ Նա վատը չէր, ես պետք է անկեղծորեն ասեմ սա, որովհետև ճշմարտությունը թույլ չի տալիս բարձեցումներ։ Գրիգորը բռնի չէր խմում, չէր խաղում, չէր դավաճանում ինձ։ Բայց նա այնպիսի բացարձակ հուզական կոշտության տեր մարդ էր, որ նրա կողքին ապրելը նման էր քարե պատի կողքին ապրելուն։ Ամուր, հուսալի, բայց անկարող մարդկային որևէ ջերմության։ Ես Բրազիլիա ժամանեցի 1968 թվականի մարտին, հագուստով լի ճամփրուկով, հայկական համեմունքների մի տոպրակով, որը մայրս պնդում էր, որ ես բերեմ, եւ պապիկիս հաստոցով քանդված հաստոցով։ Մայրս այն դրեց ձեռքերիս մեջ բաժանման պահին եւ շշնջաց. Վերցրու սա եւ վերցրու աչքերդ, քեզ երկուսն էլ պետք կգան։ Սան Պաուլոյի կյանքը ինձ ամբողջությամբ կլանեց։ Բնակարանը, որտեղ մենք ապրում էինք, գտնվում էր Գրիգորի դերձակի արհեստանոցի վերևում, մի նեղ ու խցանված սենյակ, որտեղ ես եփում, մաքրում, կարում էի եւ ապրում էի այնպիսի խիստ ռեժիմով, ինչպիսին ամուսինս կարում էր իր հաճախորդների համար։ Գրիգորը ինձնից ակնկալում էր ճիշտ այն, ինչ այդ ժամանակ ցանկացած ավանդական հայ ամուսին ակնկալում էր կնոջից՝ սեղանին ուտելիք, մաքուր տոն, արդուկված հագուստ, առողջ երեխաներ, հնազանդ լռություն։ Եվ ես այս բոլոր սպասումները կատարում էի այնպիսի աշխատասիրությամբ, որը դրսից թվում էր հրաժարական, բայց ներսից գոյատևման ռազմավարություն, որովհետև ես շարունակում էի նկարել, գաղտնի։ Այն պահերին, երբ Գրիգորը դերձակի խանութում էր հաճախորդներին սպասարկելով, երբ երեխաները քնած էին, երբ տանը լռություն էր եւ աշխարհը կարծես մոռացել էր իմ գոյության մասին, ես վերցնում էի գտած թղթի կտորներ, ապրանքի փաթեթավորում, հին տետրերի էջեր, վճարված հաշիվների հակառակ կողմը, ցանկացած մակերես, որը կարող էր գիծ ընդունել, եւ նկարում էի իմ քնած երեխաների դիմանկարները։ Խոհանոցի պատուհանից բացվող տեսարանը, Բոմրետիրոյի անկանոն տանիքներով, որոնք ուրվագծվում էին Սան Պաուլոյի մոխրագույն երկնքի ֆոնին։ Գրիգորի դեմքը կենտրոնացած էր գործվածքի վրա, ձեռքում մկրատը եւ պարանոցին չափիչ ժապավենը։ Իտալիացի հարևանի կնճռոտ ձեռքերը, որոնք ամեն առավոտ հագուստ էին կախում բակում լվացքի պարանից։ Բայց ես միայն նկարել չէի անում։ Ժամանակի ընթացքում, երբ իմ հմտությունը հասունանում էր այդ նեղ բնակարանի լռության մեջ, սկսեցի նկարել։ Առաջին նյութերը ստացա այնպես, որ հիմա ինձ համար գրեթե կատակերգական է թվում։ Բրազիլիացի հարևանուհիս Դոնա Ֆաթիման դեն էր նետում ջրաներքի մի տուփ, որը որդին օգտագործել էր դպրոցում եւ գրեթե չորացել էր։ Ես խնդրեցի դրանք, նա տարօրինակ նայեց ինձ։ Ինչու պետք է հայ տնային տնտեսուհին, որը հազիվ էր խոսում պորտուգալերեն, ցանկանար ներկերի հին տուփ, բայց տվեց դրանք ինձ։ Այդ գիշեր, երբ Գրիգորը քնեց, ես նստեցի խոհանոցի սեղանի մոտ, վրձինները թրջեցի մի բաժակ ջրի մեջ, համբերատար եւ զգուշորեն վերականգնեցի չորացած ներկերը եւ նկարեցի։
Ես նկարեցի Արարատ լեռը այնպես, ինչպես հիշում էի այն։ Երևում էր ծնողներիս տան պատուհանից։ Ես նկարեցի հիշողության գույներով, կարոթը որպես գլխավոր վրձնի հարված, եւ երբ հավարտեցի, այդ թաց թղթի կտորը պահեցի խոհանոցային լամպի մռայլ լույսի տակ եւ լուր լաց եղա, որովհետեւ դա ամենագեղեցիկ բանն էր, որ ես երբևէ պատրաստել էի, եւ աշխարհում ոչ ոք երբեք չէր տեսնի այն։ Նկարը պահում էի պլաստիկե տոպրակի մեջ, կոշիկի տուփի մեջ, ննջասենյակի պահարանում, հին հագուստի կույտերի ետևում, եւ շարունակեցի։ Գիսեր առ գիշեր, ամիս առ ամիս, տարի առ տարի, գաղտնի նկարում էի։ Երբ ջրաներկերը վերջացան, սկսեցի օգտագործել գործվածքի ներք, որը գնել էի շուկայից մնացած մանրադրամներով։ Երբ թուղթը վերջացավ, նկարում էի ստվարաթղթի կտորների, դերձակի խանութում Գրիգորի կողմից դեն նետված գործվածքի կտորների, թաղամասի աղբամաններից գտած փայտե տախտակների վրա։ Եվ իմ գաղտնիքը մեծացավ, բառացիորեն, կոշիկի տուփը դարձավ 2 տուփ, 2-ը դարձան 5, 5-ը դարձան 10, եւ երբ պահարանի հետևի մասում այլևս 10 կոշիկի տուփ չտեղավորվեց, ես սկսեցի նկարները պահել տան շուրջը գտնվող այլ թաքստոցներում, մահճակալի տակ, հին պայուսակների մեջ, զգեստապահարանի վերևում, երբեք չտեղափոխված կահույքի հետևում, դերձակի խանութի խոնավ նկուղում կրկնակի պլաստիկ տոպրակների մեջ խոնավությունից պաշտպանելու համար։ Յուրաքանչյուր նկար ուշադիր թվագրվում էր, ստորագրվում էր իմ ՆԿ-ի սկզբնատարերով եւ պահվում էր այնպես, ինչպես պահում են երեխային, որի գոյության մասին աշխարհը չի կարող իմանալ։ Եվ աշխարհն ըստ էության չգիտեր, ոչ ոք չգիտեր, Գրիգորը չգիտեր, իմ երեխաները չգիտեին, իմ հարևանները չգիտեին։ Շրջապատի բոլորի համար ես պարզապես նվարդ էի, դերձակի կինը, լուր տնային տնտեսուհին, որը պատրաստում էր հիանալի դոլմա եւ լահմաջուն, որոնք հալվում էին բերանում, բայց որը խոհանոցից դուրս չուներ որևէ հատուկ։ Դուք չգիտեք, դուք պատկերացում չունեք, թե ով եմ ես։ Գրիգորը մահացավ 998 թվականին, հանկարծակի սրտի կաթվածից, երբ հաճախորդի համար կտավատի կոստյում էր կարում։ Նա մահացավ այնպես, ինչպես ապրում էր, աշխատելով լուր առանց շուքի։ Հուղարկավորությունը համեստ էր, որին ներկա էին մի քանի հավատարիմ հաճախորդներ, թաղամասի հայ համայնքը եւ ընտանիքը։ Իմ 2 երեխաները, Արամը եւ Սոնան, արդեն մեծացել էին եւ ապրում էին իրենց սեփական կյանքով։ Արամը հաշվապահ էր, իսկ Սոնան տարական դպրոցի ուսուցչուհի։ Երկուսն էլ ժառանգել էին հոր խիստ գործնականությունը եւ ինձ նայում էին ջերմ, բայց հեռատես սիրով, ինչպես մեկը, որը հոգ է տանում հնաոճ կահույքի մասին, որը տեղ է զբաղեցնում, բայց որոշակի սենտիմենտալ արժեք ունի։ Գրիգորի մահից հետո իմ ֆինանսական վիճակը դարձավ անկայուն։ Դերձակի արհեստանոցը, որը տարիներ շարունակ անկում էր ապրել մասսայաբար արտադրվող հագուստի մրցակցության պատճառով, փակվեց։ Տարածքի վարձավճարը չափազանց բարձր էր պահելու համար։ Ինձ մնացին վերևի հարկի բնակարանը, INSS-ի, Բրազիլիայի սոցիալական ապահովագրության ինստիտուտի, համեստ կենսաթոշակը եւ երեխաներիս անկանոն ու դժկամ օգնությունը, որոնք ինձ փոքր գումարներ էին ուղարկում, կարծես թե տհաճ հաշիվ էին վճարում։ Եվ հենց այդ ժամանակ էր, որ այդ մենությունը, որը նախկինում իմ գաղտնի արվեստի անհրաժեշտ ուղեկիցն էր, վերածվեց բանտի։ Առանց Գրիգորի, առանց ներքևից եկող կարի մեքենայի աղմուկի, առանց հաճախորդների գալ գնալու, բնակարանի լռությունը դառնում էր ճնշող։ Երեխաներս հազվագեպ էին այցելում։ Արամը Կամպինասում ապրում էր կնոջ եւ 2 երեխաների հետ, եւ այցելությունները սահմանափակվում էին պարտադիր հանդիպումներով։ Սոնան ապրում էր Սանտոսում եւ տարին 1 կամ 2 անգամ գալիս էր Սան Պաոլո, միշտ շտապող, միշտ վաղ մեկնելու պատրվակով։ Եվ մեկնաբանությունները շարունակվում էին։ Ես դրանք ավելի հաճախ էի լսում հիմա, երբ Գրիգորը այլևս այնտեղ չէր, որպես սոցիալական վահան ծառայելու համար։ Արամի տանը Սուրբ Ծննդյան երեկույթի ժամանակ ես պատահաբար լսեցի, թե ինչպես է իմ հարսը Թամարը մեկնաբանություններ անում իր քրոջը, մինչ նրանք լվանում էին ամանները, կարծելով, որ ես շատ հեռու եմ լսել։ Խեղճ սկեսուր։ Նա ամբողջ կյանքն անցկացրել է ոչինչ չանելով։ Նա չի աշխատել, չի սովորել, հոբի չունի, ընկերներ չունի։ Նա պարզապես եփում եւ մաքրում է։ Ինչ տխուր կյանք է։ Թորնիկիս մկրտության ընտանեկան հավաքույթի ժամանակ Սոնայի ամուսինը, բրազիլիացի Ռոբերտո անունով մի մարդ, կատակ արեց, որը բոլորին ծիծաղեցրեց։ Տիկին Նվարդը ապացույցն է այն բանի, որ կարելի է 70 տարի ապրել առանց որևէ հետաքրքիր բան անելու, համաշխարհային ռեկորդ։ Ծիծաղը լցրեց սենյակը եւ ես ձևացրի, թե չեմ լսում։ Վերցրի տորթի եւս 1 կտոր եւ դանդաղ ծամեցի, կզակից տողը թաքցնելու համար։ Եվ ամենացավալին այն էր, որ իմ սեփական երեխաները չպաշտպանեցին ինձ։ Արամը կնայեր մի կողմ,
Սոնան ամաչկոտ ժպիտով կփոխեր թեման։ Նրանցից ոչ մեկը երբեք չէր ասում. «Մորս մասին այդպես մի խոսիր»։ Նրանցից ոչ մեկը երբեք չէր հարցնում. «Մայրիկ, ինչ ես անում, երբ տանը մենակ ես։ Ինչ ես սիրում, ինչի մասին ես երազում»։ Նրանք պարզապես հետաքրքրասեր չէին։ Նրանց համար ես միաչափ հեակ էի։ Մայր, որը եփում է, որը մաքրում է եւ գոյություն ունի հասանելի լինելու համար, երբ նրանք նրա կարիքն ունեն։ Եվ ես շարունակեցի նկարել։ Հիմա, երբ տունը դատարկ էր եւ այլևս անհրաժեշտ չէր թաքնվել Գրիգորից, ես նկարում էի ավելի մեծ ազատությամբ, ավելի մեծ ինտենսիվությամբ, ավելի մեծ հրատապությամբ։ Բնակարանի հյուրասենյակը, որը միշտ կոկիկ ու ամբից էր եղել, աստիճանաբար վերածվեց գաղտնի արվեստանոցի։ Ես արհեստների խանութներից գնում էի էժան ակրիլային ներկեր, կասկածելի որակի վրձիններ եւ հաստ գործվածքից պատրաստված ժամանակավոր կտավներ, որոնք ձգվում էին իմ ինքս փայտի ջարդոնից պատրաստված շրջանակների վրա։ Ներքի հոտը փոխարինեց ուտելիքի հոտին, որպես տան գերիշխող բույր։ Բայց ամեն անգամ, երբ ինչ-որ մեկը այցելում էր, ես ամեն ինչ թաքցնում էի։ Կտավները գնում էին հետևի սենյակ, որը փակ էի պահում, վրձինները խոհանոցի դարակում, աման լվացող սրբիչների տակ։ Ժամանակավոր մոլբերտը ավամոնտաժվեց եւ պահվեց լոգարանի դռան ետևում։ Մի քանի րոպեում ես արվեստանոցը վերածեցի տարեց կնոջ հյուրասենյակի, բազմոցի բռնակներին կերիկով իրերով եւ դարակին կրոնական արձանիկներով։ Ոչ ոք ոչինչ չէր կասկածում։ Ոչ ոք երբեք չէր մտածի, որ այս լուր տարեց կինը, ձեռքերով ներկված, բիծ, որը ինչպես նա պնդում էր համեմունքներից էր, արվեստ է ստեղծում։ Եվ ինչ արվեստ։ 50-ից ավելի տարվա գաղտնի պրակտիկայի ընթացքում իմ տեխնիկան անսովոր զարգացել էր, առանց ուսուցչի, առանց դպրոցի, առանց պաշտոնական առաջնորդության։ Ես մշակել էի յուրահատուկ ոճ, ավանդական հայկական նախշների եւ քաղաքային զգացողության միաձուլում, որը ձեռք է բերվել Սան Պաուլոյում տասնամյակներ շարունակ ապրելու ընթացքում։ Իմ նկարները արտացոլում էին Բոմրետիրոյի փողոցների մենությունը մթնշաղին, ավտոբուսի հերթում ներգաղթությանների դեմքերի մելամաղձությունը, իմ պատուհանից երևացող տանիքների շարքերի կոպիտ գեղեցկությունը եւ պարբերաբար մոլուցքով Արերատ լեռը, որը ես այլևս երբեք անձամբ չեմ տեսել, բայց որը ապրում էր իմ հիշողության մեջ այնպիսի պարզությամբ, որը ժամանակը չէր կարող ջնջել։ Ընդհանուր առմամբ, երբ վերջապես հաշվեցի դրանք, 5 տասնամյակի ընթացքում ես ստեղծել էի 2000-ից ավելի նկար, 2000։ Նվարդ Գրիգորյան, յուրաքանչյուրի վրա, այդ սենյակում գտնվող բոլոր 2300 նկարների վրա, նույն սկզբնատառերը, նույն ձեռագիրը, նույն դողացող, բայց հաստատուն ձեռքը, որը նա գիտեր մանկուց։ Սոնան կանչեց Արամին, այնքան ուժեղ լաց լինելով, որ նա հազիվ էր հասկանում, թե ինչ էր ասում։ «Արի էստեղ, հիմա, դու պետք է տեսնես սա, մայրիկ, մայրիկ»։ Արամը ժամանեց 2 ժամ անց, եւ նրա արձագանքը նույնն էր՝ լիակատար անհավատություն։ Հետևեց զգացմունքների մի ամբողջ հեղեղ, որոնք նա, հոր նման գործնական եւ զուսպ մարդ, չգիտեր ինչպես մշակել։ Նրանք ամբողջ կեսօրն անցկացրին այդ սենյակում, մեկ առ մեկ զննելով նկարները, ինչպես հնագետներ, որոնք հենց նորեն հայտնաբերել գանձերով լի եգիպտական դամբարան։ Եվ երբ նրանք նայում էին, երբ ընկալում էին այդ գաղտնի հավաքածուի լայնությունը, խորությունը եւ որակը, նրանց դեմքերին հարց էր առաջանում, ավելի ու ավելի անհանգստացնող պարզությամբ. Ո՞վ է այս կինը, ո՞վ է մեր մայրը իրականում։ Երբ 2 շաբաթ անց դուրս գրվեցի հիվանդանոցից, դեռևս թույլ, դեռևս հազալով, դեռևս կրծքիս վրա կրելով թոքաբորբի եւ 76 տարվա կյանքի ծանրությունը, գտա իմ 2 որդիներին նստած բնակարանիս հյուրասենյակում։ Նկարները այնտեղ էին, տասնյակներով նկարներ, որոնք վերցված էին գաղտնի սենյակից եւ դասավորված էին ամբողջ սենյակում, հենված կահույքին, հենված աթոռների վրա, ժամանակավորապես կախված պատերից։ Բնակարանը նման էր իմպրովիզացված արվեստի պատկերասրահի։ Երբ նրանք տեսան, որ ես մտնում եմ հենված հիվանդանոցի տված ձեռնափայտին, երկուսն էլ ոտքի կանգնեցին, եւ ես նրանց աչքերում տեսա մի բան, որը երբեք չէի տեսել 76 տարվա ընթացքում՝ հարգանք։ Ոչ թե այն ձևական մեխանիկական հարգանքը, որը տրվում է տարեց մորը մշակութային պարտավորությունից ելնելով, այլ այն անկեղծ, խորը, գրեթե երկյուղացական հարգանքը, որը դուք տալիս եք մեկին, ով ձեզ զարմացրել է այնպես, որ հակասում է այն ամենին, ինչ դուք կարծում էիք, թե գիտեք։ Մայրիկ, ասաց Սոնան, ձայնը խեղդվելով զգացմունքներից, ինչու երբեք մեզ չասացիր։ Ես դանդաղ նստեցի բազկաթոռիս, վերմակը ուղեցի ծնկներիս վրա եւ նայեցի նրանց։ Իմ երեխաներին, ովքեր երբեք չէին հարցնում, իմ երեխաներին, ովքեր երբեք հետաքրքրասիրություն չունեցան փակ դուռը բացելու, իմ երեխաներին, ովքեր թույլ տվեցին ամբողջ աշխարհին ինձ անհաջողակ անվանել, առանց երբևէ հարցնելու, թե արդյոք կա արդյոք ինչ-որ այլ բան այն լուր կնոջ մակերևույթի տակ, որը վերջին տարիներին կերակրել, հագցրել եւ միայնակ մեծացրել է նրանց։ Որովհետեւ ոչ ոք չի հարցրել, պարզապես պատասխանեցի ես, ոչ ոք երբեք չի հարցրել։
Հաջորդած լռությունն ամենաճշգրիտն էր, որ այդ բնակարանը երբևէ տեսել էր, ավելի ճշգրիտ, քան ցանկացած խոսք, ցանկացած արդարացում։ Այդ լռության մեջ իմ երեխաները բախվեցին անհարմար ճշմարտության։ Նրանք ամբողջ կյանքում ապրել էին նկարչի կողքին եւ երբեք չէին գիտակցել դա։ Ոչ թե այն պատճառով, որ գաղտնիքը անհասանելի էր, այլ որովհետև պարզապես երբեք բավականաչափ ուշադիր չէին նայում։ Հաջորդ օրերը փոթորիկ էին։ Սոնան, որի ընկերուհին աշխատում էր Սան Պաուլոյի ժամանակակից արվեստի պատկերասրահում, թույլտվություն խնդրեց նկարների մի քանի լուսանկարներ ցույց տալ այդ ընկերուհուն։ Ընկերուհին, Բեատրիս անունով մի կուրատոր, այնքան տպավորված էր, որ խնդրեց անձամբ տեսնել աշխատանքները։ Երբ Բեատրիսը նկատավ իմ բնակարան եւ տեսավ հավաքածուն, նա գրեթե 10 րոպե լուռ մնաց, լայն բացված աչքերով քայլելով կտավների միջով, կանգ առնելով յուրաքանչյուրի առջև, մոտեցնելով դեմքը, հեռանալով, լուսանկարելով բջջային հեռախոսով։ «Տիկին Նվարդ», վերջապես ասաց նա, դառնալով դեպի ինձ, զարմանքի եւ երկյուղացության խառնուրդով։ «Գիտեք, թե ինչ ունեք այստեղ»։ «Նկարներ», պատասխանեցի ես, առանց հասկանալու, թե ինչ մասշտաբի էր կատարվում։ Ոչ, դուք ունեք ստեղծագործական ամբողջություն, ամբողջ կյանքի աշխատանք, հետևողական, հասուն, յուրահատուկ գեղարվեստական ձայնով։ Գիտեք, թե ինչ կնշանակեր արվեստի աշխարհի համար բացահայտելը, որ հայ ներգաղթյալը ինքնուս առանց որևէ պաշտոնական կրթության ավելի քան 50 տարի գաղտնի ստեղծել է նման որակի եւ մասշտաբի հավաքածու։ Ես չգիտեի, ես իսկապես չգիտեի։ Ինձ համար նկարչությունը շնչելու պես էր։ Ես դա անում էի, որովհետև դրա կարիքն ունեի, այլ ոչ թե ճանաչում փնտրելու համար։ Այն միտքը, որ կոշիկի տուփերի մեջ պահվող այդ կտավները կարող էին արժեք ունենալ ինձնից բացի որևէ մեկի համար, նույնքան տարօրինակ էր, որքան այն միտքը, որ իմ շնչած օդը կարող էր վաճառվել։ Բեատրիսը թույլտվություն խնդրեց 5 կտավ տանել մասնագետների պաշտոնական գնահատման համար։ Ես տատանվեցի։ Այդ նկարները իմ ամենաանձնական մասն էին։ Դրանք իմ տեսողական օրագրերն էին, իմ լուրջ իջերը, իմ սիրային նամակները մի աշխարհի, որը երբեք ինձ չէր տեսել։ Դրանք անծանոթներին տալը նման էր հոգուս կտորները նվիրելուն, բայց իմ ներսում ինչ-որ բան, գուցե մորս ձայնը, որը արձագանքում էր տասնամյակների ընթացքում, ասում էր. «Ժամանակը եկել է, թող աշխարհը տեսնի»։ Հաջորդ շաբաթներին տեղի ունեցածը պատկանում էր սյուրռեալիստական ոլորտին։ Բեատրիսը կտավները տարավ 3 տարբեր մասնագետների՝ հայտնի արվեստի քննադատի, արվեստի պատմաբանին, որը մասնագիտացած է արտաքին արվեստի մեջ, որը տեխնիկական տերմին է ակադեմիական կրթություն չունեցող մարդկանց կողմից ստեղծված արվեստի համար, եւ միջազգային թանգարանի մի կուրատորի, որը անցնում էր Սան Պաուլոյով։ Երեքն էլ անկախ միմյանցից հանգեցին նույն եզրակացությանը. նրանք կանգնած էին արտասովոր գեղարվեստական հայտնագործության առջև։ Արվեստի քննադատը Ֆերնանդո անունով մի պարոն կտավները 2 ժամ ուսումնասիրելուց հետո հուզված վիճակում զանգահարեց Բեատրիսին. «Բեատրիս, սա իսկական է, ամբողջովին իսկական։ Տեխնիկան ինքնուս է, այո, բայց ոճական հասունությունը, թեմատիկ հետևողականությունը եւ հուզական խորությունը այնպիսի մակարդակի են, որին տասնամյակներ շարունակ ակադեմիական կրթություն ստացած շատ նկարիչներ երբեք չեն հասնում։ Ով է այս կինը»։ Արվեստի պատմաբան դոկտոր Միգելը հատկապես տպավորված էր նրանով, թե ինչպես են իմ նկարները փաստագրել Բոմ Ռետիրոյի քաղաքային վերափոխումը 5 տասնամյակների ընթացքում։ Սրանք պարզապես նկարներ չեն, ասաց նա մի հանդիպման ժամանակ, որին Սոնան գրեթե ինձ տարավ, քանի որ ես չափազանց ամաչում էի մենակ գնալ։ Սրանք պատմական փաստաթղթեր են։ Դրանք ներգաղթյալ համայնքի վերափոխման տեսողական արձանագրություններ են, տեսված այն մարդու աչքերով, ով ապրել է այդ վերափոխման յուրաքանչյուր պահը։ Պատմաբանները կսպանեին այդքան ընդարձակ եւ մտերիմ տեսողական արխիվին հասանելիություն ունենալու համար։ Եվ միջազգային ցուցահանդեսի կազմակերպիչը Էտիեն անունով ֆրանսիացին, որը ցուցահանդեսներ էր կազմակերպել Եվրոպայի ամենամեծ թանգարաններում, օգտագործեց մի բառ, որը ես կարիք ունեի, որ Սոնան թարգմաներ ինձ համար, քանի որ Բրազիլիայում տասնամյակներ անցկացնելուց հետո ես երբեք ֆրանսիերեն չսովորեցի։ Գլուխգործոց։ Նա ասաց, որ իմ նկարներից առնվազն 20-ը իր մասնագիտական գնահատականով ժամանակակից արտաքին արվեստի գլուխգործոցներ են, որոնք որակով եւ հուզական ազդեցությամբ համեմատելի են համաշխարհային ճանաչում ունեցող ինքնուս նկարիչների աշխատանքների հետ։ Լուրը անտառային հրդեհի պես տարածվեց արվեստի աշխարհում։ Մի քանի շաբաթվա ընթացքում իմ անունը Նվարդ Գրիգորյան, հայ ներգաղթյալ, որը գաղտնի նկարել է 53 տարի, հիշատակվում էր մասնագիտացված հրատարակություններում, արվեստի բլոգներում, մշակութային փոդքասթերում եւ պատկերասրահների ու թանգարանների սոցիալական ցանցերում։ Պատմությունը չափազանց հետաքրքիր էր անտեսելու համար։ Անտեսանելի, արհամարված կին, որին իր սեփական ընտանիքը անվանել էր Ձախողակ, որը գաղտնի ստեղծել էր Լատինական Ամերիկայում երբևէ հայտնաբերված օտար արվեստի ամենամեծ հավաքածուներից մեկը։ Բեատրիսի պատկերասրահը կազմակերպեց իմ աշխատանքների առաջին ցուցահանդեսը 2023 թվականի նոյեմբերին։
Նրանք այն անվանեցին Աստծո աչքերը, հղում անելով այն արտահայտությանը, որը մայրս ասել էր, երբ ես 6 տարեկան էի։ Ցուցահանդեսը զբաղեցնում էր պատկերասրահի 3 սենյակ եւ ներկայացնում էր իմ 120 նկարները, որոնք ընտրվել էին ընդհանուր հավաքածուն կազմող 2300 նկարներից։ Բացման երեկոյին ես նստած էի պատկերասրահի անկյունում գտնվող աթոռին, հագած իմ լավագույն զգեստը, որը դեռևս պարզ, մուգ, ուղիղ կտրվածքով զգեստ էր առանց զարդանանքի։ Ես նայում էի, թե ինչպես են մարդիկ մտնում, կանգ առնում իմ նկարների առջև, թեքուն գլուխները խոժորվում, ժպտում, մեկնաբանություններ անում, լուսանկարվում։ Դա նման էր այն բանին, թե ինչպես է աշխարհը վերջապես կարդում մի գիրք, որը ես լուր գրել էի ամբողջ կյանքում։ Արամն ու Սոնան այնտեղ էին, այնտեղ էր իմ հարսը Թամարը, այնտեղ էր իմ փեսան Ռոբերտոն, այնտեղ էին իմ թոռները, եւ ես դիտում էի ոչ թե վրեժխնդրության, այլ արդարադատության ավելի բարձր աստիճանի բավարարվածությամբ, թե ինչպես նրանցից յուրաքանչյուրը անցնում էր էկրանների վրայով, աստիճանաբար ցնցված արտահայտությամբ։ Թամարը նույնն է, ով ինձ անվանել էր խեղճարարած, որը երբեք ոչինչ չի արել։ Ներիր ինձ, մայրիկ, ես քեզ երբեք չեմ տեսել, ես քեզ երբեք իրականում չեմ տեսել։ Ես դիպա նրա դեմքին, զգացի, թե ինչպես են նրա տաք արցունքները սահում մատներովս, եւ ասացի. դու հիմա տեսնում ես, եւ դա է կարևորը։ Ցուցահանդեսը մեծ հաջողություն ունեցավ։ Առաջին շաբաթում վաճառվեցին բոլոր 120 աշխատանքները։ Մեկ նկարի գները տատանվում էին 5000-ից մինչև 80000 ռեալ։ Ընդհանուր առմամբ ցուցահանդեսը վաստակեց ավելի քան 2 միլիոն ռեալ։ 2 միլիոն ռեալ նկարների համար, որոնք ստեղծվել էին կոշիկի տուփերի, աղբամաններից վերցված դվարաթղթերի, շուկայից մանրով գնված ներկերի վրա, մի կնոջ կողմից, որին աշխարհը անվանում էր ծախողված։ Բայց փողը, չնայած այն կտրուկ փոխեց իմ նյութական վիճակը, ինձ վրա ամենաշատը ազդեցություն չունեցավ։ Ինձ վրա ամենաշատը ազդեցություն ունեցավ ճանաչումը, ոչ թե հանրային ճանաչումը, չնայած դա ճնշող էր, հարցազրույցներով, հոդվածներով, միջազգային ցուցահանդեսների հրավերներով։ Ինձ վրա ամենաշատը ազդեցություն ունեցավ երեխաներիս ճանաչումը։ Հանկարծ նրանք տեսան ինձ։ Հանկարծ ես այլևս պարզապես շնչող կահույք չէի։ Ես մարդ էի, տաղանդով, պատմությամբ, խորությամբ, շերտերով մարդ, որոնք երբեք չեմ փորձել ուսումնասիրել։ Եվ սա պարադոքսալ կերպով ինձ մի ցավ պատճառեց, որին ես չէի սպասում, որովհետև դա ինձ հասկացրեց, որ նրանց ճանաչումը պայմանավորված է հաջողությամբ։ Նրանք ինձ չտեսան, երբ ես գաղտնի միայնակ վաղ առավոտյան նկարում էի։ Նրանք ինձ տեսան, երբ աշխարհն ասաց, որ իմ նկարները արժեք ունեն։ Նրանք ինձ չհարգեցին, երբ ես պարզապես մայր էի։ Նրանք հարգեցին ինձ, երբ պարզեցին, որ ես նկարիչ եմ։ Եվ սա ցավոտ հարց է առաջացնում։ Եթե իմ նկարները վատն էին, եթե ոչ մի մասնագետ դրանք չէր հաստատել, եթե ոչ մի պատկերասրահ դրանք չէր ցուցադրել, ես դեռ կլինեի ձախողվածը։ Արդյոք իմ արժեքը որպես անձ կախված էր անծանոթների հավանությունից։ Ամեն գիշեր մտածում եմ դրա մասին, նստած պատշգամբումս, այժմ շատ ավելի հարմարավետ բնակարանում, որը գնել եմ վաճառքից ստացված գումարով։ Մտածում եմ մորս մասին, որը տեսավ իմ նվերը, երբ ես 6 տարեկան էի, առանց ֆրանսիացի արվեստի քննադատի կարիք ունենալու, հաստատելու այն, ինչ մոր աչքերն արդեն գիտեին։ Մտածում եմ Գրիգորի մասին, որը 30 տարի ապրել է իմ կողքին, երբեք չհարցնելով, թե ինչ եմ անում, երբ նա չէր նայում։ Մտածում եմ երեխաներիս մասին, որոնք մեծացել են նույն տանը, որտեղ նկարներն են եղել, եւ երբեք չեն հասկացել։ Մտածում եմ Թամարի մասին, որը ինձ խղճուկ էր անվանում։ Մտածում եմ Ռոբերտոյի մասին, որը ծաղրում էր իմ գոյությունը։ Եվ մտածում եմ ինքս ինձ մասին, որը լռությունն ընտրեց ձայնի փոխարեն, գաղտնիությունը բացահայտման փոխարեն, անտեսանելիությունը բախման փոխարեն։ Եվ մտածում եմ արդյոք ես այլ կերպ կանեի բաները, եթե կարողանայի վերադառնալ անցյալ։ Եվ պատասխանը, որը զարմացնում է ինձ ամեն անգամ, երբ հասնում եմ դրան, ոչ է։ Ես այլ կերպ չէի անի բաները, որովհետև լռությունն է, որը պաշտպանում էր իմ արվեստը։ Եթե ես իմ նկարները ցույց տայի Գրիգորին, նա հավանաբար կասեր, որ ես ժամանակս վատնում եմ եւ կասեր ավելի շատ վերնաշապիկներ կարեմ։ Եթե ես դրանք ցույց տայի իմ երեխաներին, նրանք կմտածեին, որ դրանք խելոք են, բայց աննշան, տնային տնտեսուհու հոբի։ Եթե ես դրանք աշխարհին ցույց տայի, նախքան պատրաստ կլինեի, նախքան կես դար հետևողական աշխատանք կուտակեի, հայտնագործությունը նույն ազդեցությունը չեր ունենա։ Գաղտնիքը, որքան էլ ցավոտ լիներ, բոժոժներ, եւ թիթերը կարող է թռչել միայն այն ժամանակ, երբ բոժոժը բացվում է ճիշտ պահին։ Այսօր իմ 77-ամյակի նախօրեին իմ կյանքը արմատապես տարբերվում է 1 տարի առաջվա համեմատ։ Ես ունեմ իսկական արվեստանոց, բնական լույսով, պրոֆեսիոնալ մոլբերտներով, որակյալ ներկերով եւ դատարկ կտավներով, որոնք սպասում են լրացման։ Ես ունեմ գեղարվեստական գործակալ, ցուցահանդեսներ։ Սկզբնատառերով ստորագրած յուրաքանչյուր կտավ, իմ բացած յուրաքանչյուր ցուցահանդես սիրային նամակ է նրան։
Նամակ, որն ասում է. «Մայրիկ, դու ճիշտ էիր, ես Աստծո աչքերն ունեի, եւ աշխարհը վերջապես տեսնում է այն, ինչ դու միշտ տեսնում էիր»։ Նրանք ինձ անհաջողակ էին անվանում։ 53 տարի ես կատակն էի, խեղճը, ստվերը։ Եվ այդ բոլոր տարիների ընթացքում վաղ առավոտյան լռության մեջ ձեռքերովս ներկողներկված եւ սիրտս լցված գույներով, որոնք ոչ ոք չէր տեսնում, ես կառուցում էի, վրձնահարված առ վրձնահարված, գիշեր առ գիշեր, իմ ժառանգությունը։ Ժառանգություն, որը գոյության համար ոչ մեկի հաստատման կարիքը չունի, բայց որը վերջապես տեսնելով լրացրեց բոլոր այն բերանները, որոնք մի ժամանակ համարձակվում էին ասել, որ ես ոչինչ եմ։ Եվ եթե այս պատմությունը ձեզ ինչ-որ բան սովորեցնի, թող դա լինի հետևյալը. երբեք մի թերագնահատեք լուր կնոջը, երբեք մի արհամարեք այն մարդուն, ով կարծես ոչինչ չունի առաջարկելու։ Երբեք մի դատեք կյանքը նրանով, թե ինչ են ձեր աչքերը տեսնում մակերեսին, որովհետև յուրաքանչյուր փակ դռան հետևում, յուրաքանչյուր զուսպ ժպիտի հետևում, յուրաքանչյուր զույգ կեղտոտ ձեռքի հետևում, որը աշխարհը մեկնաբանում է որպես աննշանություն, կարող է լինել գեղեցկության, տաղանդի եւ մեծության մի ամբողջ տիեզերք, որը համբերատար սպասում է այն օրվան, երբ ինչ որ մեկը կունենա պարկեշտություն եւ հետաքրքրասիրություն պարզապես հարցնելու. ինչ եք թաքցնում այնտեղ։ Հարցրեք, մինչև ուշ չէ։ Հարցրեք։ Տիկին, Հայաստանի Հանրապետությունը ձեզ շնորհակալություն է հայտնում։